Անլուրջ հավատացյալը հավատքը պահում է այնպես, ինչպես պահում են տոնական հագուստը, միայն հատուկ օրերի համար։ Նրա հավատքը չի խանգարում իր հարմարություններին, չի վիճում իր սովորությունների հետ, չի պահանջում զոհաբերություն։ Նա ասում է Աստված սեր է, բայց խուսափում է այն սիրուց, որը զոհ է պահանջում։ Նա ասում է ես հավատում եմ, բայց այդ հավատը չի երևում իր ընտրությունների մեջ, չի լսվում իր խոսքերի մեջ, չի զգացվում իր վերաբերմունքի մեջ։ Նա խաչ չի վերցնում, նա խաչից զարդ է սարքում։ Նման հավատքը աղմուկ է առանց խորության, կրոնական բառապաշար առանց վերածննդի, կրակ առանց ջերմության։ Իսկ նվիրված քրիստոնյան հավատք չի խաղում, նա հավատի մեջ ապրում է։ Նրա համար հավատը չի սկսվում եկեղեցու դռնից և չի ավարտվում նյութական օրհնությամբ։ Նա գիտի, որ եթե Քրիստոսի հետ ես, ապա ինչ-որ բան պիտի մեռնի քո մեջ, որպեսզի մի ուրիշ բան կենդանանա։ Նա վերցնում է խաչը, որովհետև ոչ թե խաչը հաճելի է, այլ որովհետև ճշմարիտ է։ Նա չի փնտրում տառապանքը, բայց երբ այն գալիս է հավատի համար, նա չի փախչում։ Այս մարդիկ չեն տառապում հերոս դառնալու համար։ Նրանք պարզապես չգիտեին, թե ինչ է նշանակում դավաճանել ճշմարտությանը։ Անլուրջ հավատացյալը նման է այն մարդկանց, որոնք դուրս եկան Եգիպտոսից, բայց Եգիպտոսը դուրս չեկավ իրենց սրտից։ Նրանք ճանապարհին էին, բայց նայում էին հետ։ Նվիրված հավատացյալը նման է նրանց, որոնք անապատում նախընտրեցին Աստծո խոստումը, քանի որ վստահ էին, որ նույնիսկ եթե չտեսնեն վերջը, միևնույն է, ճանապարհը ճիշտ է։